Մի թեքահարտակ ու հենց դրա դիմաց բուսնած հոսանքի մի սյուն Գյումրիի Տերյան փողոցում։ Չնայած այս պարադոքսին, պետական կառույցներն ընդունել են փողոցի շինարարությունը, բայց եթե հաշմանդամություն ունեցող մարդը փորձի սայլակով բարձրանալ այս թեքահարտակով, պարզապես սյանն է բախվելու։ Ու եթե նույնիսկ այս մեկը մի կերպ շրջանցի, ապա նեղմայթին տեղադրված մյուս Հենասյանը կհանդիպի։ Մարդիկ ուկան կալյասկով երեխու չիդեն ինչ ղեշտան։ Սաղ բդի ես սուները պաբոյանը սա մինչև սոնք սաղ չենք ընդունել փողոցը, բայց պարզվիկը փողոցը ընդունել են։ Անվա սայլակն ինչ եղել, սիգենելու բան։ Շինարարության պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։ Այս կառույցից Ազատությանը գրավոր հայտնել են, որ ի սկզբանե նպատակ են ունեցել հոսանքի ստորգետնյա մալուխներ անցկացնել, բայց չի ստացվել։ Մալուխների օդային ոչ թե ստորգետնյա միացումները պայմանավորված են բացառապես այն հանգամանքով, որ շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքում բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, ստանալու աջակցություն, որպեսզի հնարավոր լինի սահմանված կարգով իրականացնել հին էլեկտրասյուների ապամոնտաժման եւ հոսանքալարերի ստորգետնյա անցկացման հետ կապված աշխատանքներ, սակայն տարբեր պատճառներով հնարավոր չի եղել դա իրականացնել։ Բայց թե ինչու է թեքահարտակը կառուցվել հենց սյան դիմաց, այս հարցին հիմնադրամից չեն անդրադարձել, փոխարենը նշել են, որ եւ իրենք եւ տեխնիկական վերահսկողը հսկել են աշխատանքի որակը, իսկ հայտնաբերված թերությունները շինարարն իր հաշվին կվերացնի, քանի որ գործում է 1 տարվա երաշխիքային սպասարկման կանոնը։ Արդյոք թեքահարտակը կամ սյունը կտեղափոխվեն հիմնադրամի գրավոր պատասխանից պարզ չի դառնում։ Գյումրիի զբոսաշրջության ենթակառուցվածքների եւ ճանապարհների վերակառուցում ծրագրով քաղաքի պատմական միջուկում Սլաբոդկա թաղամասում 2 տարի առաջ են սկսել նորոգել փողոցները։ Կառավարությունը շինարարությունն իրականացնում է իր եւ Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով։ Սլաբոդկա թաղամասում այս ծրագրով մոտ 4.5 միլիարդ դրամ է ծախսվել։ Տեղի բնակիչները դեռ շինարարական աշխատանքների ժամանակ էին դժգոհում։ Նորոգումը նախատեսվածից երկար տևեց, իսկ ավարտից հետո գարնանն արդեն սկսեցին ի հայտ գալ թերությունները։ Օրինակ, մայթերին շարված սալիկները ձյան հալվելուն պես սկսեցին քայքայվել, իսկ համացանցում փողոցի թերությունների մասին տեսանյութեր հայտնվեցին։ 3-4 ամիս առաջ էին դարձել քանդվի գարտեն, էլի դորից զարմացա։ Չէ, ուրիշ բան չկա, մի ներվեք։ Բնակիչները ցույց են տալիս 2 կիսավարտ փողոց Ջիվանի ու Աճեմյան, թեև ի սկզբանե դրանց նորոգումը նախատեսվել էր, բայց հետո բնակիչների պնդմամբ փոշմանել են ու փողոցները կիսավեր մնացել։ Ուր են դրանց համար նախատեսված գումարները հարցնում են ու պահանջում, որ կիսատ թողած գործը գան ու ավարտեն։ Մենք քսենք, որ 20 սանտիմետր իջուցրեք փողոցի բարձրություն է։ Օրա Գոնե տներս չլսվի չերերը։ Կանալիզացիան 1.50 սանտիմետր է, գազը 1.20 է, խմելու ջուրը 1.20։ Մենակ ինած գտած էս ջրահեռացմանն է, որը 50 սանտու վրա է։ Այդ որ համար է չեն ուզել փողոցի ճծնեն։ Այսինքն ծախս է, հա։ Երևի ծախս է, ես չգիտեմ ինչ ծախս է, հենց փորած վախտն է քսենք, որ իջծրեք վար, չի ծծրեցին։ Խապեցին, չի ծծրեցին։ Դժգոհում են, միլիարդներ են ծախսվել, իսկ որակն այն չէ։ Գումարները ծախսվում են, բայց մեծ մասամբ աննպատակ ծախսերով առանց իրար հետ աշխատելու, կարծես ես չգիտեմ, էլի տարբեր երկրների կազմակերպություններ են։ Լավ է որակ։ Շատ ահավոր անորակ։ Հատկապես ինչն է ձեզ, այսպես ասած, տեսանելի թերություն, որ, չգիտեմ, առաջի հայացքից անցնես ու կտեսնես, էլի։ Ամեն ինչ է։ Նորմալ բան արված չէ։ Այս փողոցի ասֆալտը առաջի շերտը սև ավազ էր լցած, բիտում չկար ընդհանրապես։ Մի շաբաթ ալվել են իրանք, փչել են։ Չնայած տեսանելի թերություններին, Սլաբոդկա թաղամասում 6 փողոցների հիմնանորոգումը եւ հիմնադրամը եւ մյուս կառույցներն ընդունել են ու ծրագիրը համարել ավարտված։ 3-ինը, այդ թվում տեղի բնակիչների մատնանշած Ջիվանի ու Աճեմյան, նաեւ Հանես Օղլյան փողոցների շինարարությունը պատվիրատուն դեռ չի ընդունել։ Թե ինչ է լինելու այս 3 փողոցների հետ, տարածքային զարգացման հիմնադրամից չեն հստակեցրել։